Բարևներ բոլորին, ողջույններ, Վայք քաղաքից, հողամաստանող ճանապարհն է, աշխատանքից վերադարձել եմ, եկա ճիշտ ասած, մի քիչ սպասեցի, որ հողը ընկնի, նոր գնամ, շոտ շոկ, շոտ շոկ։ Սենց շոկ, երեք ավելի հով էր, սիրելի հետևորդներս, դե գիտեք ամեն օր էլ ես հողամաս եմ գնում, հողը շատ է, երեք սոխերը ալաղեցի, քախանեցի, մի խոսքով տեսակ ինչ գործեր արեցի, այսօր էլ գնամ պղպեղները քախանեմ, մաս եմ անում, մի անգամից որ անեմ շատ կհոգնեմ, համել չեմ հասցնի, ժամանակը կարճ է, կեսօրին էլ որ գամ, շոգից կխեղդվեմ, այսպես, սա է իմ ամենօրյա ճանապարհը, իմ առօրյան, բոլորդ որ մեծ հաճույքով եք դիտում, ահա, հետս էլ վեդրո եմ վերցրել, որ ելակ հավաքեմ, չնայած հողամասում կա վեդրո, էլի վերցրեցի, ելակը երեկ ջրեցի, այսօր հավաքեմ, կարմրել էր, հասել էր նորից, ու գնում, էլ նոր ամեն օրը ռեկլամի պես, և չեմ հոգնում, մամուռները բացվել է գետը, բացվել հանգիստ, խաղաղ, ահա, ես էլ այս, չգիտեմ, դիքը պիտի հլնեմ, հանգիստ եմ գնում, որ շնչոկտուր չհլնեմ, հևի չբարձրանա, հանգիստ գնամ, տժացող արև, այ, դույլով, մույլով, ոնց որ թե լավ էլ մեքենաներ են գնացել եկել, թե հիմա նոր են գնացել, բայց երեկվա վրա մեքենա հաստատ գնացել է, որովհետև երեկ մի քիչ զգացվում է էլի, որ այսօր են գնացել մեքենաները, հիմա չգիտեմ տարածքներում ով կլինի, չի լինի, ես մինչև գործից եկա, Ամալյան գնացել եկել էր առավոտ շուտ, ու հիմա նորից մենակ եմ ես, ջրի ճամբախ եմ արել, ջրի ճամբախ, մոծակներն էլ են դուրս եկել, ուզեցի Լիլիթին բերեի, հետո մեղքս եկավ ճիշտն ասած, համ շոկ է, համ էլ մի քիչ հոցեր կանել կարող անզգույշ լինի, չգիտեմ, մեքենայով որ լինեն, մի օր կգա, ոչինչ, հասա իմ կանգառը սիրելի հետևորդներս, ստե հովա, շունչ քաշեմ գնամ, տաղան խովի, ապա խովի, հով է կանգնեմ 2 րոպե և ուզում եմ ճանապարհով գնալ, որպեսզի օձերի ժողովին չմասնակցեմ, հլնում են այդ ճամփեզրերին, այդ արահետի մոտ խոտերի մեջ ու հետաքրքիր գլուխները ցցած նայում են, թե ինչ են անում, հավաքույթ է, դրա համար եմ ասում ճանապարհով գնամ, որ օձերի ժողովին չմասնակցեմ, ճիշտ է չեմ վախենում, ուղղակի մի անգամ տեսակ, որ ոտերիս այնքան արագ են իրանց ուղղությունը փոխում ու շարժվում, այն մի անգամ հենց թռավ վրաս այդ լորտու օձը,
բայց չեն կծում, բայց ուժեղ դաղում են, որ նույնիսկ կարող է կոտրված առաջանալ։ Ամեն դեպքում օձ են, օձը հիմա թունավոր չեն, ինչ են, բայց օձ են, սիրելի հետևորդներս, վախենալու են, մարդկա հենց նկարն է տեսնում վախենում, այդպես, ճանապարհով գնամ ժողովի հականատես չլինեմ, հավես չունեմ, ահա, ասեցի, էսա, մի հատ պոչը տեսեք, քաշեց, գնաց, մինչև հանեցի ստեղ էր գնաց օձը, ոյ, մարդ, որ ամեն օր գա այս ճանապարհը արդեն սովորական կլինի, ինձ համար դարձել է սովորական, մեկ-մեկ տեսնում ասում են, էդ իշ քոն հեռու ամեն օր էդ քոն գնում ես, սովորական ա եղել, մանավանդ որ ասեմ, որ ձեր հետ խոսում եմ, սիրելի հետևորդներս, տենց ոնց որ հետս մարդ լինի, գալաջի անելով, խոսելով, գնամ, հասնեմ իմ հողամասը գործերիս, շուկ, չիր էլամ, չիր, ահա ստերանքից մի քիչ հովը ընգնում, ես հա տեսնեմ կանչեմ տենամ ով կա չկա, հեյ հարայ հուրույը դնեմ, տեսնենք տարածքներում ստուգեմ մարդ կա չկա, թե էլի երեկվա պես մենակ եմ, թթերն էլ հասել են, ստեղ, ես ծև թութը, բայց վեր են, չեն կարողանում ուտենք, մենակ կարում ենք նայենք, ուտել չենք կարողանում, քամի խաղաց, հավեսին հով, կանչեմ ջուրանող, աստեղի թթերն էլ են քալ, մարդ չկա, դե պիտի կանչեմ, ինչ անեմ, կարող ա մեկ է տեսա լինեն, ջուրանող, մարդ էլ չկա, ենքան որ կանչում եմ, ջուրանող, ջուրանող, ով կա այստեղ, մարդ էլ չկա, ով ա գժվե գա, մենակ եմ, էլի միայնակ, սիրելի հետևորդներս, էլի միայնակ, մեկ է տեսար եկան, ինչը հլվը նոր ա ընգնում, մեկ է տեսար եկան, մեքենայով, ոտքով, եկան, բայց դե, այսպես գնամ, պղպեղները կախանեմ, այդ մասն էլ ենքան արև ա, կճարամ է արևի տակ, ահավոր արև ա, ահավոր, ոտնահետքեր կան, եկել են, գնացել են, ահա, ես ուռի ճյուղերն է, ծառերն է հելել են, ստեղ, սրանք ենքան մատղաշ հավեսին են, ես բարակ շիվերից ուզում եմ կտրել, զամբյուղ գործել, նենց լավ զամբյուղ կլինի գործել, ժամանակս չի ներում, ժամանակի մեջ չեմ տեղավորվում, գնալով հենց շոքը ուժեղանում ա, ստեղի ջուրն էլ պակասում ա,
Արվակի ջուրը քչացել է։ Հեսա կգա մի պահ, որ ընդհանրապես կքչանա, հես կողմը ջուր չի գա։ Եվ ջրի կրիզիս, ջրի խնդիր կարող է լինել։ Ահա, մենակ, մենավոր այս Մենաստանում եկա, կարևորը եկա հասա, դե որ եկա ուրեմ գործնել կանեմ, հեսա օծս տեղա նայեք, երեկվա լորդունը, տեսար, մտավն դե բունն դեղա, մտավն դե, ես իրա տարածքնա, իմ լորդուն ասա, կարող եմ մեբահով տալ գանգին, բայց չէ, հետ իմ օծնա, բունը են խոտերի մեջ հա, ես ամի քիչ մնաց կհլնի, տեղ երևի անց կկա բուն ունի, հենց այդ դրան մեջ հա, հլնում ատ է, ամեն օր էլ տեսնում եմ, ամեն օր, շոք հա, ահա որ շոք, դե որ եկանք ուրեմ համենանք ներս, համեցեք սիրելի հետևորդներս, ես էլ գրգժնվե, թթվե, բարձացե, բա իսկական քախանի ժամանակը, եթե այսօր չքախանեմ, կչորանա սրանք, վաղը չեր լինի քախանել, արևի տակ պիտի տժամ, ուրակը ուրեմ դրե, չգիտեմ, վարումներն է չեղան, կարգին, չգիտեմ, նյարվերս խորնվում է, որ մի բան ցանում եմ ու կարգի չի լինում, այսքան տեղ է հողը, այս երկուսն էլ ազատ է, բարեխանոց է, երևի բռնեմ լոբի կցանեմ, կպրծնի կգնա, չգիտեմ ինչ կանեմ, շոկ, քախանեմ, որ վաղը գամ ջրեմ, էսա, մի օր քախան, մի օր ջուր, մի օր քախան, մի օր ջուր, մինչև խելքի բերենք, մեծանան, տեսնենք պամիդոր կլինեն, թե ոչ, ես էլ թող մնաստե, որ ելակ հավաքեմ, ոյ, մե անկյուն չկա, որ հով լինի, լոլիկները կոկոմում են, հենա, կծաղկեն հեսա, շուտով, ոյ, 2 րոպե նստեմ ես շվաքին, հովին, ծառերի, ստեղ են օրը չէ, քախան, խոտերը հանեցի, էլի եղել են, ոչինչ, հեսա, ես ամսվա վերջ, որ ամուսինս գա, խոտի դեղ կգնա, կբերի, կպչենք ստրանք, սենց կվերանան, խոտի դեղը, 2 րոպե նստեմ այդ քրտինքս անցնի, լավ քրտնեցի, շոքա, պամիդորներին է կարելի է մի հատ լավ վար դնել, են հավի ծերտից բերեմ, լցնեմ ու հողը տամ բկերը, լավ հետո վաղը ջրեմ, այսօր դա էլ կանեմ, մի հատ խելքս թոգատեղը,
Այն արևի տակ պետք է հեսա գնամ ու ճառամ, քախան անեմ։ Գոնե նստել եմ, ես նստածս տեղն էլ ես խոտերը քաշեմ։ Հիմա կասեք դու պարապ մնացողը չես, նստելուն էլ հանգիստ չունես, ձեռքի հետ էդ էլ եմ անում, ինչ անեմ։ Հողելա։ Ասան չեք էդ կան, բարեխը էդ է, հա, ինքը քոքից չի հլնում, շատ խորն է արմատները, արմատներով չի հլնում։ Դրա քոքը չենք, ոյ, ճոնջեր, չենք կարա կտրենք, պիտի միայն սրսկենք, ես այդ ենց է։ Վերջ, սիրելի հետևորդներ, որոշեցի, որ լոլիկները ջրեմ, չքախանեմ ստեղի լոլիկները, ջրեմ, հետո ջուրն էլ ուժեղ կապել եմ, սենց ջրվելով թող հերթով գնա, որտև շատ ծարավ են, շոքա։ Այն լոլիկները քախանեցի, վերևը բամյանները, լոբիները ջրել եմ, այս ներքևը ջրեմ, նոր կբարձրանամ վերև։ Որոշեցի, որ ամբողջ հողամասը պետք է ջրվի, այդպես որոշեց մագ խորհուրդը, այդպես որոշեց Նազոն, թող ջրվի, ես ինչ շոքա, որ չեք պատկերացնի, ահա որ տոթա, ջուրել չբերեցի հետս, չնայած ես արվակի ջրից խմա, բայց այն չի, սառը չի։ Վաղնել եմ գալու, վաղն է կգամ կջրեմ, վրա պիտի երկոր ջրեմ, խոնավություն է պետ բույսերին, այս շոքին, բայց ճոնջերը իսկականից են, որ մարդու ներվեր են ուտում, թող ջրվի, հերթով թող ջրվի, շոքի տակ չկանգնեմ, ոյ, ես էլ նստեմ ես ծառի շվակը, այս ջուրը լծվի, գնամ կտրեմ, մի հատ իրար եմ գալի, քրտինքի մեջ կորում եմ, ահա որա, գնամ տուն, մազերս պետք է ներկեմ, հաստատ որոշել եմ, ահա լծվեց, որ լծվեց, ես էլ կփակեմ, այսպես բացեն առուների վրա, լավա, դրա համար է այդ վերևից եմ, ես սկզբից եմ ջրելով գնում, մի անգամ նենց, մի անգամ նենց, ով տեղ եմ մանգալի, որ կանգնեմ, աշխատանքս այսօր ցույց չտվեցի համարյա այդ քախանի պահը, սիրելի հետևորդներս, արագ ջրում եմ ու ուղևորվեմ տուն, վաղը կիրակի է, տանն եմ առավոտ շուտ կհլնեմ իմ տան գործ մորձերը կանեմ ու երեկոյան էլ կգանք նորից հողամաս, այսպես, ես մալինաների վրա էլ կկապեմ, կջրվի, ես էլ, ուй, ահա, հիմա էլ այստեղ է ջրվում, վարունգներն են ստե, վարունգ էի ցանել, դա է ջրվում, լես թրջունին նայեք, եկելա, ահա, այդ փորիկա ինչա եկելա, ինչա կտացում,
փայտերն է կտցում, որտ բլոճն է հանում ուտում փայտ փորիկը գիտեք չէ։ Սրանք էլ ջրեցի, սիրելի հետևորդները, սահա կապել եմ են մոշերի վրա ու ես գնամ հիմա կտրեմ, այսինքն վերևի վարունգները ջրեմ։ Մի հատ էս լոբիների վրա էլ կապեմ, թող գա նոր, այստեղից կկտրեմ։ Այստեղից մի հատ էս դեղցերի վրա է կապենք, քանի չենք փոշմանը, թող էս կողմն է գնա դեղցերի վրա, տենց գնում է մինչև ուր, թարխուններ, ահա, տես թող ջրվի։ Ջրի գործը ամեն օր է կա։ Ծառերն է պետք է ջրվեն, որ ուժ ունենան, մեծանան։ Բա թարխուններն էլ լավ կպավ, կանանչեց, աճեց, նույնիսկ քաղում օգտագործում եմ։ Հեսա թող գնա մի վարկյանը և ահա մինչև կտրեմ կգնա, ծաղիկներ էլ կան այնտեղ, այստեղից փակում եմ։ Թող գնա բացեմ։ Շոգը որ տալիս է, ամբողջ բույսերն է չորանում են։ Այս դեղսն է, ահա, ջրվեց և բացենք թող գնա են լոբիները։ Է գնա։ Արագ կջրվի, գլխավերա, գլխի վերա էլի, իջնում է արագ էլ կջրվի։ Են որ չշտապես ամբողջ հողամասն էլ լավ ջրվելու կարիք ունի։ Ասավ լցվեց արդեն մալինաների տակը։ Կլվլալեն գնմա, դե գիտեք, մալինաներն է պետք է ջրվեն, որ հյութեղ, քաղցր, համով լինեն, հենց ցմքված չլինեն, հա։ Պոչն էլ դդումներն է ջրվեն, որ աճեն առաջ գնան։ Լավ, բավական արդեն ստեղից կտրեմ, դնեմ վարունգների։ Ինչ գնաց, ոյ այս ճանջերը, ոյ մաման ջան։ Վարունգի զոլը լցվեց, վարկյանական, ճիշտն ասած այսօր ջուրը մի քիչ շատ կապեցի, ասի արագ ջրեմ, շուտ վերջացնեմ գնամ։ Դրա համար է տենց արագ ջրվում, թող արագ ջրվի այսօր ոչինչ։ Կարևորը որ բույսերը չչորանան, հիմա մի արագ կգնա, ինչ կլինի, կարևորը ջուր խմում են։
սոխերով, մոխերով պետք է ջրեմ։ Վայ, հլի սրան նայեք է, պիտի գա անպայման դեմքիս մոտ տզա, մի հատ էլ հլը կծի գնա։ Այս էլ ջրվեց։ Թող ջրվի։ Այս մասերն էլ ամբողջությամբ ջրեցի վարունգներով, սոխերով, լոբիներով եւ ջուրն էլ հեսա գալիս է պղպեղների կողմը, պղպեղներն էլ ջրեմ, որ գնա։ Սիրելի հետևորդներս, այսօր գործերս կրճատ եմ ցույց տալիս։ Արևածաղիկներս ինչ մեծացել են, վարունգներն է վատ չեն, ահա։ Լավ են։ Կարտոֆիլները պետք չի որ ջրվի, վաղը կգամ, բամյաներն էլ պետք չի, նոր քախանեցի, վաղը, սրանք վաղը, որը պետք չի, սենց փակում եմ։ Լոբիները թող ջրվեն, ծարավ են հողը ճաքելը։ Ես շտապում եմ, շտապում։ Այսի լցվեց, փակում եմ։ Բաստավարները առուների վրա են, հենց բաց է։ Ինձ մնում է ջրել ու փակել։ Այս էլ լցվեց։ Ես մի քիչ ես սոխերի պոկրտեմ, կանանց սոխ չկա տանը։ Ճյուղերից եմ պոկում, քոքով չեմ, արմատով չեմ հանում, թող մնան աճեն։ Մի քիչ էլ համեմ, փիտեմ թող բան լինի։ Տեսնեմ մառոլ է կա, մառոլ է քաղան, սալաթա լինում լավ։ Օպլա, ուր են մառոլներն է։ Ես էլ սենց կանանչիները։ Դրի ցելոֆոնը, սումկաս, գնանք ջրելու։ Լոբիները լցվեցին, իսկ փակեմ։ Թող ջրվի։ Մնացես պղպեղները, հա, սիրելի հետևորդներս, մնացես պղպեղները։ Եվս 15 րոպե եւ ես կպրծնեմ ու կուղևորվեմ տուն։
Այդքան լավ է, որ հենց մի անգամից զոլերի վրա է։ Այս նոր քախանասներն էլ եմ ջրում, թող խմխմելով գնա։ Ճիշտ է, մի քիչ դժվար է գնում, բայց թե թող գնա, ես էլ շտապում եմ, բայց ոչինչ, զոլերը վրաներն են։ Հիմա կասեք նոր քախանիր ու ջրիր, ոչինչ, ստացվում է, սիրելի հետևորդներ, տենց էլ ալում, հող մշակելը օրենքներով չի, ոնց լինում է, այնպես էլ անում եմ, ոնց պատահում է, միամիտ լինի, թե տեղը տեղին մշակում եմ, լավ էլ ստացվում է, կարևորը որ սիրով անես, հոգի ներդնես, ամեն ինչն էլ լավ կլինի, հիմա սա է, ահա սա էլ լցվեց, թող հերթով գնան։ Ստեղ էսի փակամ, ես հարկավոր չի լոլիկները, որ ջրվի, լոլիկները թող չջրվի։ Էսը ջրվեց, հերթը ասավ, մնաց մի քանիսին։ Ոյ, սիրելի հետևորդներ, հելա կտրելու ջրեցի են արագությամբ, որը լասելու չի։ Ահա, փակեցի ու արագ թռատուն, շատ արագ, են էլ ոնց հավարտվեց եվս մեկ վլոգ, ոյ, մութն էլ վրա է տալի, սիրելի հետևորդներս, ես էլ արդեն քրտն մխած, ոյ, կարևորը որ հողամասը ամբողջությամբ ջրեցի, սիրելի հետևորդներս, կարևորը դա էր և այսօր կարճ կոնկրետ համառոտ էր, կիսատ նկարեցի, ցուցադրեցի, ոչինչ թե, արդեն պարզ է, ամեն օր մանրակրկիտ երկար պետք չի որ տեսնեք, կանաչին խաղել եմ, գնամ եմ պոչից պետրուշկա էլ խաղեմ ու գնամ տուն, մութը ընգնում է, մենակ եմ ես տարածքների մեջ գլուխ է գովում եմ, մենես լավ բան եմ արել, որ մենակ եմ մի հատ է գլուխ եմ գովում, ահա ես էլ ընտիր պետրուշկեքը, ես ինչ հավեսին ա եղել թակա, ինքը ճուղերը հակաղենք, հնձենք, հավեսին կլինի, Ընդ քաղում ես, ընդ ջրվում ու աճում է, ահա այսքան բավական է, վաղն էլ եմ գալու ենքան, որ
տունը չկար, տանը չկար, ոյ, սիրելի հետևորդներ, կասեք Նազո, դու զուլում ես, կրակ ես, բայց, արի է, չեխական կողպեքս էլ ամեն անգամ բան ա լինում, կորում, ով ա գալու, մարդել չի գալու, ահա փակեցի, օծը չի հել է, ոչ, օծը չկա, ես էլ գնացի սիրելիներս, թրջունները նենց վախենալու իրար են գալի, որ կարծես թե ես իմ ինչ հրեշ ա, տեսե օծներ, այդ օծերը այս իրիկվա ժամին գալիս են ճամփեքի մոտ, երևի որ ինձ դիմավոր են, կամ ինձ վախեցնեն, ես է ձեզ վախեցնեմ, գալիս են ուղիղ ճամփի բերանները, հիմա ես էլ են արագությամբ եմ գնում, որ էլ ասելու չի, արագ, ոտքերիս տակը նայեմ, ոչինչ որ լորտուները հեչ գյորզա չլինի, գյորզան էլ ես հողի ճանապարհի գույնի ա լինում, մեկ է տեսար կարող ա շտապեմ չնկատեմ, այսպես, հիմա այս կես ժամվա ճանապարհը Նազոն 10 րոպեում կանցնի, հա սիրելի հետևորդներ, 10 րոպեում կանցնեմ, այս ճանապարհը իրար հետ են գնում, ճիշտ է, հողամասի գործերը մի քիչ իրար հետ չարեցինք, բայց եկեք ճանապարհը միասին գնանք, համել ինձ կօգնեք, ես էլ չեմ վախենա, խոսելով այսպես կգնամ վայրի գազաններն եք իմանան մի քանի հոգի են գնում, շատ մարդիկ կան իրար հետ զրուցելով գնում են չեն հասնի վրաս, բա այսպես, էլ թութ մութ չեմ ուտում, ուղիղ տուն, ուղիղ տուն, հենց ուտեմ կասեք, Նազը ուղիղ պոկվի տուն ուշա, մութը վրա տվեց, հետաքրքիր է թե քանի րոպեում կհասնեմ տուն, վտանգավոր մասերը անցավ, չվախենակ, ես որ չեմ վախենում, դուք էլ չվախենակ, սիրելի հետևորդներս, ես որ մենակ ես մութը ընկնելու ժամանակ քայլում եմ, չեմ վախենում, դուք էլ ինձ դիտեք, չվախենակ, ինձ չվախեցնեք, միայն ինձ լայքեք, բաժանորդագրվեք ու տարածեք իմ ալիքը, ես վայքում եմ, դուք էլ ինձ լայքում եք, վայքում չեմ, հեսա սարից կիշնեմ ես վայք, քյասար ճամփով չեմ գնում, հոցերը հիմա գիտեմ նաղդ, հատե շարված են լորտուները, սենց երկար ճանապարհով, ավտոյի ճանապարհն է, մի քիչ երկար է, բայց դե ոչինչ, նավելավա բաց լինի, տեսնեմ, տեսեք, թթերի մոտով անցնում եմ, բայց չեմ ուտում, թթերի մոտով անցնում եմ, բայց չեմ ուտում,
որքան բարի ես դու Տեր Աստված, այո, նեղ դեռնով է իմ ճամպեն, որ տանում է ավետյան, լա լա լայ 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 լա լա, լա լա լայ 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 լա լա, հիմա գնում եմ տուն, մազերս ներկեմ, իմ գործից ուրախ այն հավեսով, որ վերջապես վերջացրեցի, որ ընկնեի մի քիչ շատ նկարահանումների հետևից, սիրելի հետևորդներս չէի կարա այդ ամբողջ գործը անեի, դրա համար ասացի մի փոքրիկ դրվագ տեսեք, ոչինչ, գիտեք նաև ինչ եմ մտածում եմ, որ մի քանի օր հողամասի վլոգ չեմ ցուցադրի ու մի անգամից կցուցադրեմ, դուք էլ աճը փոփոխությունը կզգաք, ես էլ, հեսա շուտով, որ տղաս եկավ, այդ օրերին ցույց չեմ տա հողամասի աշխատանքները, վայ, Մամ, խտևեսը ծավեց, ես պայուսակն էլ հետս տանում բերում եմ, մեջը ինչ կա, ես չգիտեմ, բանը չկա, արդեն վախենալու բան չկա, չնայած այն վերևներն է վախենալու բան չկար, ես որ վախենամ, սիրելի հետևորդներս, ես որ վախենամ, հաստատ չեմ գա, վտանգի չեմ ենթարկի, ինձ վախվխելով գամ, ռիսկով գալիս եմ, Այ, լավալիլիթից չբերեցի է շոքին, ուզում եմ գա ուրախանա, նկարահանվի, բայց դե իրոք շոքա, ահա որ շոքա, այն որ չարժի երեխուն վերցնեմ ու բերեմ, մեղք է, հասամ են, որ այն վայրը, որտեղից երևում է Վայք քաղաքը և Չքնաղարփան, իծիչա ես Վայք, այդ հատվածում եմ, սիրելի հետևորդներս, ահա, ահա սիրելի հետևորդներս, ես այն հատվածում եմ, որտեղից երևում է մեր Վայք քաղաքը և Չքնաղարփան, իծիչա ես Վայք, Ես վայքում եմ, դուք ինձ լայքում եք, լայքեք, սիրելիներս լայքեք, բաժանորդագրվեք։ Ու գնում եմ Չքնաղ գեղեցիկ տեսարան հիանում եմ այս բնապատկերով, այս բնությամբ և իմ սիրելի Վայք քաղաքով։ Իրոք ես շատ եմ սիրում Վայք քաղաքը, ինձ շատ բազմիցս անգամ հնարավորություն է եղել Երևանում ապրելու, քանի որ գիտեք աղջիկս Երևանում է սովորել, աշխատում է, վարձով մնացել է, բազմիցս անգամ ինձ հնարավորություն ընձեռնվել է գնամ նրա մոտ, ես էլ մնամ նույն բնակարանում, փառք Աստծո կարող եմ Ես իմ աշխատանքը ամեն տեղ էլ կգտնեմ, աշխատող մարդու մտքին տեղ լինի աշխատանք կճարի, բայց ինչ եմ ուզում ասել սիրելիներս, որ ես շատ եմ սիրում մեր Չքնաղ Վայք քաղաքը, սիրուն քաղաք է, շատ լավ, ինձ դուր է գալիս բնությունը,
կլիման, այդ սարը, ձորը, լեռը, թուփը, ամեն ինչը ինձ համար հարազատ է։ Ես սիրում եմ, հիանում եմ ծաղիկներով, խոտերով, նույնիսկ թռչուններով, այս գեղեցիկ մայրամուտով։ Հիմա ցույց եմ տալիս, թե ինչքան գեղեցիկ է մայրամուտը։ Ահա, մի հատ տեսեք ինչ գեղեցկություն է։ Կարծես թե ամբողջ ամպերը այրվում են։ Հետաքրքիր է, չէ՞, շատ սիրուն։ Մի հատ նայեք այս տեսարանը։ Ինչքան գեղեցիկ է սարի գագաթից, փայլատակում է արևը, իր շողերն է գցել ամպերի վրա, որոնք կարծես թե բոծկլ տալով վեր են բարձրանում։ Ահա, այսպիսի պատկերների համար խելքս գնում է։ Ես բնություն սիրող մարդ եմ, սիրելի հետևորդներս, մի նայեք այս ժայռերին, այս կողմը ամպերին ու մեր չքնաղ վայքը, բնապատկերը։ Ինչքան գեղեցիկ է, ինչքան գեղեցիկ, իսկ ներքևից արդեն լսվում է արփայի խշշոցը։ Ահա, սա էլ իմ վայքը։ Երևի այս ամենն է ինձ ուժ տալիս, սիրելի հետևորդներ, որ ես անվախ եմ դառնում ու այսքան ճանապարհը մենակ, մենավոր գնում եմ։ Գիտեք, ինչ վտանգավոր տարածքներ է, արջել կա, գելու գազանել կա, այն ինչ են ասում, շակալներ էլ կա, մեծ շներ էլ կան, դե օձերի մասին էլ չեմ խոսում։ Նաև ինչու՞ չէ, մարդ պետք է վախենա երկու ոտանի կենդանիներից, դրանք էլ են վտանգավոր, սիրելի հետևորդներս, վտանգավոր։ Եվ գիտեք ինչ, ինձ երբ հարցնում են, նազ դու չես վախենում կենդանիներից, գազաններից, օձերից, ասում եմ մարդուց վախենա, սիրելի հետևորդներս, մարդու մեջ էլ կա այնպիսի տեսակներ, որոնք իրոք վախենալու տեսակներ են։ Ես այդ հարցն է, ես այդ պատասխանն եմ միշտ տալիս, ասում եմ վախեցեք մարդկանցից, կենդանիներից մի վախեցեք։ Այդպես ճիշտ եմ ասում, թե ոչ, սիրելի հետևորդներս, իհարկե շատ բարի լավ մարդիկ էլ կան, բայց գիտեք, բարությունը ու չարությունը թևածում է մարդու մեջ, մեկը բարի է, մեկը չար է, մեկը բարի կամեցող է, մեկը բարյացկամ է, մեկը չար կամեցող է, չար սիրտ ունի, այս է կյանքը, միշտ էլ այդպես է եղել ու այդպես էլ կշարունակվի, այնպես չէ, որ հիմա է, միշտ էլ այդպես եղել է, սիրելի հետևորդներս։ Եվ միասին անկեղծ զրուցելով հասանք մեր սիրած տարածքը, արփայի ափը։ Հիմա այստեղ կանգնում եմ, մի այնպիսի սառնություն է տալիս դեմքից, որ մոռացա մի քիչ առաջվա այդ շոքի ու տոթի գոլորշու մասին։ Այնքան շոկ էր, սիրելի հետևորդներս, մի բան էլ ասեմ, որ ինչու երկար չնկարեցի, հեռախոսս տաքանում էր, ինքը երևի չգիտեմ ինչի, դրա համար ես քիչ նկարահանեցի, հիմա կարգավորվեց, իրոք ճիշտ եմ ասում, ինձ նոր հզոր հեռախոս է պետք, տեսնեմ հաջողություն լինի, սիրելի հետևորդներս, մի քիչ շատ գումար է պետք, որ միանգամից լավ առնեմ, դե գիտեք միլիոններ էլ չեմ աշխատում, քիչ պետք է հավաքեմ ու առնեմ, մեկ էլ Աստված մեծ է, մեկ է տեսար բարի մարդիկ գտնվեցին, ես միշտ այդպես եմ անում, հույսս դնում եմ Աստծու վրա, Աստված մարդկանց սրտերին դնում է և ամեն ինչ կարգավորվում է, հասա արփայի մոտ, թե ինչու ահա, նորից ցույց եմ տալիս արփան, մի պահ կանգնեմ, այս սառը օդը ինձ հաճելի է, սառնությունը հաճելի է, շունչ քաշեմ, որ այս առջևում էլի բարձունք կա, բարձրանալու, դա էլ բարձրանում եմ, արդեն մեր շենքի տարածքներն են,
Հասնում եմ Վայքներ շենքերը։ Ողջ ճանապարհը գրեթե միասին եկանք, այն որ ասում եմ ուղիղ եթերով միանանք, խոսելով գանք, այ սա ուղիղ եթեր չէր, բայց ողջ ճանապարհը դուք ինձ հետ եղաք, խոսեցի ձեզ հետ ու հասա տուն։ Շնորհակալություն ձեզ, որ ինձ մենակ չթողեցիք։